Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Ջուլի Եղշատյանն է։ Բարև ձեզ, Ջուլի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Ջուլի, ուզում եմ զրույցը սկսենք սկզբից։ Ձեր գործունեության պատկերացումներից։ Յուրաքանչյուր երեխա, երբ արդեն սկսում է քայլել, խոսել եւ այլն, տանը նկատում են շնոր է երեխայի եւ շատ դեպքերում ասում են դու դերասանուհի ես դառնալու, ուզում եմ խոսեք ձեր մասին, ինչպես եղավ, երբ հասկացաք, որ այն մասնագիտությունը, որը ընտրելու եք, հենց դերասանուհու մասնագիտությունն է։ Իրականում մանկուց եղել եմ աշխուժ, տենց շփվող երեխա, բայց որ ասեմ մանկուց նկատել են իմ մեջ, որ ես պետքա դերասանուհի դառնամ, թատերական ընդունվեմ, չէ։ Դրան եկել եմ ես ինքս։ Իհարկե մինչև դա, որ պարապում էի ինստիտուտ ընդունվելու համար, հաճախ որ տուն մարդ էին գալիս, մաման միշտ ասում էր մի հատ էս ասա, մի հատ էս ասա, տենց եղել է, բայց այդ այն պահից սկսած, երբ որ ես հասկացա, եկա այն կետին, որ ես ուզում եմ դառնալ դերասանուհի, իսկ դրան էլ մի քիչ ուղղորդեց երևի քույրս, ով եւս դերասանուհի է, ու ես սենց մոլի երկրպագուհու պես հետևում էի, ինքը ոնց է գնում թատերական ինստիտուտ, սենց կողքից նայում էի, ոնց է ինչ որ դերեր փորձում տանը, խաղում, ու ինձ շատ դուր էր գալիս այդ ամեն ինչը, ու մի տեսակ ինքը որ այդ փորձեր անում էր, հետո ես սենց ինձ էի պատկերացնում իր փոխարեն, ու ինձ սկսել էր դուր գալ դա, հետո հենց որ եկավ այն ժամանակահատվածը, որ պետք է որոշում կայացնեի ընդունվել այս կամ այն բուհը, գնացի մամայիս ասացի, գիտես, ոնց որ ես էլ եմ ուզում թատերական ընդունվեմ, ինձ դուր է գալիս դա, իսկ ես ուզում էի անպայման ընդունվել միտեղ, որ ես համ էլ սիրեի, սիրով գնայի։ Դա շատ կարևոր է, կարծում եմ։ Ու այդպես ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Դե շատ դեպքերում, երբ օրինակ հենց այս աթոռի վրա նստած են լինում հայտնի մարդիկ, նշում են, որ շատ դեպքերում դերասանուհի դառնալու կամ դերասան դառնալու ճանապարհը ընտանիքի կողմից այդքան էլ խրախուսված չի եղել։ Հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես էր։ Մի փոքր անհասկանալի է, բայց շատ ենք հանդիպում կարծիքների, որ ոչ դու թատերական ինստիտուտ չպետք է ընդունվես եւ այլն։ Վստահ եմ դուք եք հանդիպել նմանատիպ կարծիքների այլ մարդկանց կողմից։ Նախ սկզբից ասեմ, որ ողջունվել է, որովհետև ինստիտուտը, մասնագիտությունը դա այն բանն է, որ մարդը պետք է ընտրի եւ իր փոխարեն ոչ ոք իրավունք չունի ընտրել, եւ իմ ընտանիքը դա շատ լավ գիտակցում էր։ Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցին, այո, ես եւս լսել եմ նման կարծիքներ ու միշտ չեմ հասկանում ինչու են այդ դեպքում նկարահանվում։ Եթե դեմ են թատերական ինստիտուտ ընդունվելուն ու ասեմ, որ թատերական ինստիտուտը շատ լավ բուհ է, որպես այնտեղի նախկին ուսանողուհի մի քիչ գովեմ մեր ինստիտուտը, որովհետև շատ են փնովում, լսում եմ։ 4 տարի սովորել եմ եւ ոչ մի ինչ որ բացասական բան չեմ տեսել։ Նախ երբ որ թատերական ինստիտուտ մտել են Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, Սոս Սարգսյանը, լավ ոնց կարա այդ բուհի մասին վատ կարծիքներ լինեն։ Ու դու ուզես չուզես 1 րոպե էլ իրենց հետ շփվես, 4 տարի դու իրենց հետ ամեն օր նույն լսարանը կիսես, հնարավոր չի դու իրենցից գոնե մի բան չսովորես։ Ու հնարավոր չի թատերական ինստիտուտից դերասանը կամ ցանկացած մարդ դուրս գա դատարկ։ Դա բացառվում է։ Լավ, ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Այդ կարծիքները իրոք չեմ կարողանում հասկանալ որտեղից է գալիս։ Հա, միգուցե, բայց շատ սխալ կարծիք է։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր նման կարծիք ունեն ու արգելում են իրենց երեխաներին, խնդրում եմ մի արեք այդպես, որովհետև թատերական ինստիտուտը այնտեղը չի, որ կարելի է արգելել այնտեղ սովորել, որովհետև դա նորմալ բուհ է։ Ջուլի, իսկ չեք կարծում, որ որոշակի առումով դրա մեղավորությունը ճակերտավոր ասած դերասաններն են։ Ոչ թե այն մարդիկ, ովքեր սովորել են, ավարտել են, այլ այսօր դերասանի մասնագիտությունը որոշակի առումով էժանացել է շատերի աչքին, որովհետև այսօր եթերում են տարբեր մարդիկ, անգամ դերասանության մասին եւ հետ պատկերացում չունեցող կերպարներ։ Ու տպավորություն է, որ սովորես, չսովորես, եթե ուզես կարող ես հայտնվել, օրինակ բեմում, էկրանին եւ այլն։ Այդ պատճառով ինչ որոշակի առումով մարդիկ մտածում են թող ավարտի այլ համալսարան, եթե ուզի, դերասանությունը ինչ է որ։ Հա, համաձայն եմ, իրականում կա նման կարծիք, բայց դերասանի գործը այդքան էլ հեշտ չի, ոնց որ կողքից է թվում, ու մարդիկ կան, ես մի պրոյեկտից հրաժարվել եմ նրա համար, որ
ինձ ասեցին դե ձեր գործն ինչ է, որ կամերայի դեմը պետք է կանգնես, բերանդ բացես, փակես։ Ես այդ պահից սկսած հրաժարվել եմ այդ նախագծից, որովհետև ինձ համար շատ սկզբունքային է ու ես հարգում եմ իմ մասնագիտությունը ու չեմ ընդունում իմ մասնագիտության հետ կապված որևէ նման կարծիք, որը բացարձակ այդպես չի։ Մենք այնքան մեծ աշխատանք ենք իրականում, թե տեքստերը սովորելը այդքան էլ հեշտ չի, կամ դու ամբողջ դերը քո պրիզմայով անց ես կացնում, խորանում ես, լիքը խորանալու տեղեր կան, շերտեր կան, որոնք բացում ես, այսինքն դերի հետ աշխատում ես։ Եթե դերասան ես, այդպես ես մոտենում նրան, փորձում ես հասկանալ, ես բացասական կերպարել եմ խաղացել ու ամեն դեպքում փորձել եմ իրեն արդարացնել, իսկ դա մեծ աշխատանք է կարծում եմ։ Եվ վստահ եմ այս ոլորտում բարդությունները բավականին շատ են, բարդություններ, փակ դռներ։ Հետաքրքիր է, դուք հանդիպել եք նմանատիպ դռների եւ եղել են արդյոք բարդ շրջաններ ձեր դերասանական կարիերայում։ Իմ հենց առաջին նախագիծը, որի քաստինգին ես մասնակցեցի, իմ առջև դռները բացվեցին, հենց առաջին քաստինգից ես անցա, հա։ Եվ ինձ համար այդ շատ ուրախալի էր, բայց դրանից հետո, այո, եղել է դեպք, որ գնացել եմ քաստինգի ու ես չեմ անցել, մեկ այլ դերասանուհի է անցել, բայց դա նրա համար չէր, որ ես ավելի վատն էի կամ զիջում էի մեկ այլ դերասանուհու, այլ պարզապես տվյալ դերի համար մեկ այլ դերասանուհի կարծում ավելի համապատասխան էր այդ պահին, քան ես։ Ու շատ նորմալ է նայում։ Դա ես ուզում հարցնել, կարողանում եք adekvat մոտենալ։ Հա, լրիվ։ Դա նորմալ գործընթաց է, նորմալ աշխատանք է, որովհետև շատ քաստինգների, որ գնացել եմ, ես եմ անցել, ուրիշ լիքը դերասանուհիներ են եկել, բայց ընտրել են այդ պահին ինձ ավելի հարմար են գտել ինձ։ Մինչ օրս ձեզ թատրոնում, թատրոնի բեմում չեմ նկատել ես համենայն դեպս, ինչով է դա պայմանավորված։ Դե քանի որ ի սկզբանե մասնագիտությամբ սկսեցի նկարահանումներով, հա, աշխատել, դա արդեն խանգարում է, երբ որ դու սերիալներում ես նկարահանվում, թատրոնում նաև դրա հետ մեկտեղ աշխատելը շատ բարդ է, չես կարող, բացարձակապես չես կարող։ Այդպես ես չկարողացա համատեղել, այս պահին էլ դե Վալիկի հետ կարգավիճակից ելնելով չեմ կարող, բայց հետագայում ունեմ պլաններ, նույնիսկ մտածում եմ արդեն կոնկրետ որ թատրոն եւ այդպես։ Սովորաբար դերասանները նշում են, որ այո, չի լինում համատեղել թատրոն եւ սերիալ կամ կինո, բայց միևնույն ժամանակ նշում են, որ միայն թատրոնում չես կարողանում ապահովել ֆինանսական կողմը։ Այս առումով ինչպես եք մտածում։ Դե միանշանակ, ինչպես կարող ես այդ աշխատավարձով ապրել։ Այն էլ մեր երկրի պայմաններում, որ գները բոլորս էլ գիտենք, որ չես կարող, ուղղակի չես կարող։ Եվ հակառակ տեսանկյունից երբ նայում ենք, խոսում ենք սերիալների մասին, այսօր բազմաթիվ են կարծիքները սերիալների մասին, շատ դերասաններ եւ շատ դերասաններից լսում եմ կարծիքներ, որ սերիալներում ես չեմ նկարահանվի, որովհետեւ եւ այլն տարբեր են կարծիքները։ Հետաքրքիր է, Ջուլի, սերիալի ներսում, երբ այդ նկարահանման տաղավարում եք, ինչ է իրականում այնտեղ կատարվում եւ արդյոք ձեզ գոհացնում է այն սերիալների որակները, որտեղ որ դուք նկարահանվում եք։ Տեսեք, որտեղ որ ես նկարահանվել եմ, օրինակ առանձնացնեմ կհանդիպենք Անտարի տնակում, երևի այն նախագիծն է, որ լիարժեք ես ուրախ եմ, որ այդ նախագծում ես նկարահանվել եմ, որովհետեւ ինքը սկսած նկարահանող խմբից մինչև դերասանական կազմը ինձ շատ դուր է եկել, բոլոր դերասաններ, պրոֆեսիոնալիզմ, մի խոսքով նկարահանությունից ինձ ցանկանում եմ բոլոր նախագծերը այսքան բարձր որակով լինեն ու ինքը վարկանիշային առումով էլ մարդիկ գնահատեցին։ Բայց դե կան ցածրորակ սերիալներ, բայց չգիտեմ, իմ կարծիքով երևի ես նման նախագծում չեմ նկարահանվել ու հիմա մանավանդ նման դադարից հետո դժվար ինձ տեսնեք տենց ավելի ցածր նախագծերում, բայց դե դա էլ են սիրում հեռուստադիտողը, չգիտեմ։ Իսկ այս պարագայում եթե դերասանները վերևից են նայում սերիալներին, սերիալ արտադրության առհասարակ, այս պարագայում ովքեր պետք է նկարահանվեն սերիալում, Իմ կարծիքով պրոֆեսիոնալները չեն ցանկանում։ Տեսեք, դերասանի գործը եւ թատրոնն է, եւ սերիալը, եւ կինոն։ Չգիտեմ,
սա էլ է իմ գործի մի մասը, ինչպես հրաժարվեմ դրանից։ Ես այդպես եմ նայում, բայց հարգում եմ բոլոր մարդկանց դերասանների կարծիքները։ Միգուցե իրեն ավելի լավ առաջարկներ են գալիս, օրինակ միշտ գեղարվեստական ֆիլմերից, ողջունում եմ միայն։ Շատ լավ է։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ այսօր խառնվել է ամեն բան իրար, անգամ սերիալում։ Երգիչը նկարահանվում է սերիալում, որպեսզի ունենա հայտնիություն, բլոգերը նկարահանվում է սերիալում, որ սերիալը ունենա հայտնիություն, որքանով է հեշտ լինել մի տաղավարում, աշխատել եւ միևնույն ժամանակ սովորեցնել դիմացինին, թե ինչպես պետք է աշխատել։ Ոյ, շատ բարդ հարց է։ Այն առումով, որ ինքս ինձ անդադ հակասում եմ այս թեմայի շուրջ։ Գիտեք, մի քիչ էլ անարդարություն կա, որ ես պետք է գնամ սովորեմ, օրինակ, ու ինչ-որ մեկը ուղղակի հայտնվի իմ դիմաց նույն հարթության վրա։ Ու երկուսս էլ կոչվենք դերասան, վերջում են տիտրերի մեջ երկուսս էլ դերասան անվանվենք, այդ մի քիչ իմ կարծիքով թեթև կա էլի անարդարություն։ Իմ կարծիքով ես այսպես եմ մտածում, որ պետք է նախագիծը դերասանին հայտնիություն բերի եւ ոչ հակառակը։ Այ հետագայում, երբ որ դերասանը հասնի մի հատ sense բարձր կետի, որ արդեն իրեն կանչեն, բայց դերասանին էլի ոչ թե, չգիտեմ, ուրիշ մասնագիտության մարդու։ Ախր ինչու համար է այդ դեպքում ինստիտուտը ստեղծվել, դա թող փակվի։ Եկանք այն նույն սկզբին, որ Հա, բայց չեմ էլ կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր միգուցե, գիտեք, օթից առաջարկ է եկել ու իրենք sense բռնել են այդ ու հայտնվել են հայտնիության մեջ, իրանց հետ չեմ կարողանում էլի մեղադրել, բայց նաև ունեմ ընկերներ, ովքեր չունեն դերասանական կրթություն, բայց տաղանդավոր են, չեմ կարող հերքել։ Ջուլի, եւ որքան որ ժամանակ առաջ է գնում, հայկական մենթալիտետը մնում է նույն տեղում։ Կարծում եմ որոշակի առումով ծիծաղելի է նաև այս մասին խոսել, բայց շատ դեպքերում առնչվում եք վստահ եմ այդ խնդրին, բաց տեսարաններ, համբույրի տեսարաններ, դեռևս մարդիկ չեն կարողանում դա ընկալել, հասկանալ, որ դա կերպար է, որ դա բեմ է։ Ձեր դեպքում ինչպես է, կա տաբուներ, որոնք դուք չեք անցնի, հաշվի առնելով ինչու՞ չէ նաև հայկական մենթալիտետը։ Հա, ես եւս այդ մենթալիտետի մի մասն եմ։ Գիտեք, նախ երևի թե չենք հասել այն կետի, որ այդ ամեն ինչը սիրուն ցուցադրվի, նկարահանվի, էսթետիկ լինի։ Այո, երբ նայում ենք մենք դրսի արտադրության ֆիլմերը, չէ, տեսարանները մենք նստում նորմալ նայում ենք adekvat ու չենք ասում, այս դերասանուհին ոնց որ դուրս ընկած լինի կամ ինչ որ մի բան, չէ, մենք դա նայում ենք որպես արվեստ, բայց մեր երկրում այդպես չի։ Ու դրա համար երևի խուսափում ենք, որպեսզի չընկնենք այդ հոսքի տակ ու մեզ էլ չպիտակավորեն։ Երևի այսպես ասեմ, բայց իմ կարծիքով դերասանը պետք է նաև նկարահանվի նման տեսարաններում, բայց անձամբ ես չեմ նկարահանվի նման տեսարաններում, բայց ճիշտ եմ համարում, որ դերասանը պետք է։ Եվ այս բակում կարծում ռեժիսորների բաց թողումն է դա, բացի էսթետիկությունից ես նկատել եմ մի բան, որ հայկական ֆիլմարտադրության մեջ ռեժիսորները դա օգտագործում են որպես զենք, այսինքն եթե կա նմանատիպ տեսարան, դա արվում է ռեյտինգի համար, վարկանիշը բարձր պահելու համար եւ վուլգար։ Հա, իմիջիայլոց, հա, բայց ես կողմ եմ այն մասով, հա, որ հնարավոր է նաև սեր ցույց տալ, օրինակ առանց համբույրի։ Եթե չի ստացվում գեղեցիկ ներկայացնել, իրոք դերասանը կարող է հայացքով էլ սեր խաղալ։ Դիմախաղով սեր խաղալ։ Օրինակ, եթե այդ ամեն ինչը պետք է տգեղ նկարել, ավելի լավ է չլինի, որ լավ հայացքով դերասանները սեր խաղան։ Եթե խոսենք ձեր ամուսնու վերաբերմունքի մասին, վստահ եմ շատ դժվար է դերասանուհի կին ունենալը, որովհետև գրաֆիկը բոլորս գիտենք, թե ինչ գրաֆիկ է սերիալում նկարահանվելը, տանից բացակայություն է եւ այլն։ Հետաքրքիր է նա ինչպես է վերաբերել ի սկզբանե ձեր մասնագիտությանը եւ տաբուների առումով արդյոք որոշակի առումով նրա խոսքը եւս կա այդ առումով։ Դեռ մինչ իրեն հանդիպել է ունեցել եմ առաջարկներ համբույրի տեսարանի ու չեմ համաձայնվել իրականում, բայց թե նրանից հետո այդ ավելի ամրապնդվեց։ Իսկ ինչ վերաբերում է իմ գրաֆիկին, ինքը ի սկզբանե ինձ հետ ծանոթանալիս, ինձ որպես դերասանուհի ճանաչել է ու լավ գիտեր, որ ես դերասանուհի եմ ու այդպես այն սիրահարվել։
ու միշտ որ խոսակցություններ լինում, ասում եմ, դու գիտեիր, չէ՞, դու ում ես ընտրել։ Այնպես որ նման խնդիրներ հիմնականում սկզբում են տենց թեթև եղել, հատկապես որ նոր էինք ծանոթացել, աստղերի դպրոցում հենց հերոսուհի էի խաղում ու սիրախաղ կար։ Այդտեղ ենք փոքրիկ կոնֆլիկտներ ունեցել, բայց իրանք անցել են այդ կոնֆլիկտները, ինքը գիտակցել է, որ ամեն դեպքում դա իմ մասնագիտությունն է ու հարգել է։ Շատ են հայտնի հյուրերս խոստովանում, որ մասնագիտությունը խանդի տեսարանների դրսևորում է շատ հաճախ բերում։ Հիշում եք նմանատիպ դեպք ձեր ընտանիքում։ Հա, եղել է։ Եվ Դե եկել ենք մի կետի միասին, քննարկել ենք, հասկացել ենք, եղել են շատ նախագծեր, որ հրաժարվել եմ, հենց հատկապես ամենասկզբում, երբ որ ինքը այտենց չէր կարողանում համակերպվել, եղել են առաջարկներ, որ մերժել եմ, նույնիսկ եղել է, որ ռեժիսորի հետ փոքրիկ կոմպրոմիսի ենք եկել, այս չանենք, որ sense չլինի։ Ու շատ ուրախ եմ, որ տվյալ ռեժիսորը օրինակ շատ էր ուզում, որ ես լինեի ու ինձ իջեց, բայց ռեժիսոր կա, որ հնարավոր է ասեր, գիտես ինչ կա։ Դու քո ընտանիքը եւ քո խնդիրները, ընտանեկան այո։ խնդիրները։ Դուք այսօր մայրիկ եք եւ որոշակի դադար եք ունեցել մայրանալուց հետո։ Ջուլի, ինչ զգացողություններով եք պատրաստվում վերադառնալ։ Ինչ է փոխվել ձեր ներսում։ Երևի ավելի լիքն եմ հիմա։ Չգիտեմ, մայրությունը շատ բան է փոխել իմ մեջ, շատ բան։ Երևի ինքս ինձ նորովի ճանաչեցի, հասկացա, որ ես ավելի ուժեղ եմ, քան ես պատկերացնում էի իմ մասին կարծիք ունեի։ Ու երևի թե ավելի նոր շնչով կսկսեմ իմ մասնագիտությամբ զբաղվել։ Իսկ կան դերեր, որոնց մասին մտածելիս, այսպես երազում եք, որ մի օր մարմնավորեք։ Այնքան ֆիլմեր կան, որ նայում եմ ու ասում եմ, Աստված, ինձ ոնց կուզենայի սա լիներ Հայաստանում, ոնց կուզենայի ես հենց այս դերը խաղայի։ Շատ են, հատկապես օրինակ պատմական ֆիլմերի սիրահար եմ։ Ձեզ կարծում եմ համապատասխան կլինի նմանատիպ Ես դիտմամբ ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ գնում, որ գա այդ օրը։ Մեր երկու նկարահանեն։ Դուք ունեք այդ դիմագծերը։ Ես նկարահանվեմ, որովհետև կլինեմ բնական արտաքինով։ Այսօր շատ քիչ են բնական արտաքինով աղջիկները, ել չասեմ դերասանուհիները։ Այնպես որ ասեմ էլ ինչի համար։ Ջուլի, եւ հաղորդման վերջում ուզում եմ հնչեցնել իմ ավանդական հարցը, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ընտանիքս եւ հայրենիքս։ Առանց որոնց հնարավոր չի ապրել։ Շնորհակալ եմ գալու համար։ Սա ձեր հեռուստատեսային առաջին հարցազրույցն է։ Շնորհակալ եմ անկեղծ անելու համար, վստահ եմ ձեր հետևորդներին շատ հետաքրքիր էր։ Ես էլ եմ շնորհակալ, ինձ դուր եկավ, որ շատ ուրախ զրույց ունեցանք։ Դուք կարծում եմ սկանդալների կիզակետում չեք։ Առանց սենտիմենտալության։ Շատ ուրախ եմ, կարծում եմ շատ գեղեցիկ զրույց ստացվեց։ Շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։